Խաղացուն սիրելիներ, դեկտեմբերի 25-ից քրիստոնեական աշխարհը սկսում է տոնել Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսին։ Մենք պետքա հիշենք եւ առիթա նորից վերանայենք մեր գիտելիքը իր մասին, որովհետեւ Աստված աշխարհ եկավ մարդու որդի դարավ, որ մեզ դարձնի Աստծո որդի։ Եվ Սուրբ բարի ավետարանը, որ մեզի տրվեց, մեզի բոլորիս հիմա բարի լուր ատա։ Եվ այսօր լավ կերն այդ լուրը մի հատ նորից նայենք, վերանայենք, մի հատ նորից կարդանք։ Որովհետև շատ մարդիկ գալիս են Աստծո առաջ, իրանց հոգսերով, խնդիրներով, Աստծո ձայնը լսում են, Աստծո երկինքի քաղցրությունը ճաշակում են, բայց Աստծո խոսքը ոնց որ չեն ապրում։ Դրախաթուր շատերի մոտ խնդիրները չի լուծվում։ Ու մարդը կարա 10 տարի գա, 20 տարի գա, 30 տարի, 40 տարի գա, եթե ինք այդ խոսքը չապրեց, իր կյանքի մեջ ոչ մի բան չի լուծվի։ Լսելը քիչ ասելներ։ Այո, առաջ մենք դաժե չենք կարա բարի լուր լսենք։ Մեզ հիմա Սուրբ Ծնունդը տանք համար նոր տարի է։ Բայց նրանք, ովքեր որ ծնվել են այդ հոգուց, ծնվել են այդ խոսքից, նրանց հիմա չի կարա տա պրոստը հասարակ լուր եղնի տա։ Նրանց հիմա չի կարա խնդիրների չլուծում եղնի տա, որովհետև լուբոյ խնդիրների լուծումը, լուբոյ հարցի լուծումը Աստծո խոսքի մեջ է։ Այդ գաղտնիքի մասին եմ ես ուզում խոսամ, ավետարանի խորհրդի մասին, ավետարանի գաղտնիքի մասին։ Սիրելիներ, բերեք մեր ուշադրությունը դարձնենք էկրանի վրա եւ առաջի սլայդին նայենք։ Կխնդրեմ նոր աղբորս, որ ինքը միկրոֆոն վերցնի։ Սիրելին Աստված մեզ տվերա բարի լուր, Հիսուս ծնվեց եւ հայտնվեց մեզի եւ ձեզի բարի լուր։ Մենք դա ասում ենք, չէ՞։ Բայց հավատացեք, որ մեծամասնությունը աշխարհի դաժե չի հասկանում ինչու մեջ այդ բարի լուրը։ Ինչ է նշանակում արեք իմ մոտ բոլոր տանջվածներ, ծանր բռներվածներ, իմ հանգիստը կտամ ձեզ, ես ձեզ կհանգստացնեմ, ձեզ կբժշկեմ, ձեզ կյանք կտամ։ Այսօր նայում ես քրիստոնյաները նքան տխուր են, դաժե տոն օրով սքի մեջ են։ Ոնց որ թե Հիսուսը հարություն չի արել։ Ու դա նշանակում է որ ձեզի չի բացվե, դուք չեք հասկացել ինչ ունեք դուք Աստծո ստացած։ Դուք չեք նայում Աստծո խոսքին, դուք նայում եք ձեր խնդրին, նայում եք ձեր հիվանդությանը, նայում եք ձեր իրավիճակին ու ձեր ուշադրությունը լրիվ շեղում եք ու դուք չեք լուծում, չեք ստանում լուծում ու հիասթափվում եք։ Ձեզանից կարող է մտածեք թե դուք լավ հավատ չունեք, կարող է հիասթափվում եք եկեղեցուց, կարող է լավ չի քեզի բացատրում, կարող է հիասթափվում եք կյանքից, վերջապես կարող մարդ Աստծուց ասի այսքան տարի խնդրեցի, Աստված չտվեց։ Բայց ինչու՞ է բարի լուրը, սիրելիներ։ Բերեք մեր ուշադրությունը դարձնենք էկրանի վրա, հայերենագրած եւ ռուսերեն, բոլորիդ հիմա ամեն հարմարությունը ստեղծված է, որ լավ հասկանաք։ Նախաբանը կարդանք, «Էսի ձեր ձեռքն է, էլի կղրգեմ ձեզի, ու չասեք ոնց անեմ»։ Առաջինը դու սա ապրի, որ դու կարողանաս ամեն պունկտը մարդուն բացատրես։ Եթե դու սա չես ապրում, դու քեզ մասը տեորիա կերնի, դու շատ օգուտ չես տա։ Եթե դու սա ապրես, ունենաս ամեն պունկտի, ամեն սլայդի փորձառությունը, դու այդ մարդուն ավելի լավ կհասցնես խոսքը, ավելի լավ կբացատրես, ու այդ մարդու մեջ ավելի լավ տպավորություն կթողնես, որ Քրիստոսն է ամեն հարցի լուծումը։ Բերեք հայերեն մի անգամ ես կարդանք, ես ժամանակ չեմ տրամադրել ռուսերեն կարդացողներն ինձ լավ են, թող էկրանի վրա կարդան։ Այսօր քարոզը կարդալ է եղնելու։ Տարվա վերջ մենք սենց ենք վերջացնում մեր տարին, վերջի կիրակին։ Այսօր մարդիկ կան հիվանդ են, եթե հիվանդ են, թող Տերը բժշկություն տա, եթե ծույլացել են, Աստված ողորմություն անի, որովհետև վերջի կիրակինը, վերջի տարվա հավաքույթն է, հավատարիմ էլի չեն գտնվի։ Եթե տես մարդիկ կան, իսկ սիրելիներ, ես խնդրեմ որ նոր աղբերը բացը կարդա։ Ավետարանի խորհուրդը։ Աստծո ծրագիրը եւ իմաստը։ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով, նրա համար կյանք նշանակելով օրհնությամբ, ուրախությամբ եւ ներդաշնակությամբ։ Սակայն հարց է առաջանում. ինչու է այսօր մեզ այդքան անհրաժեշտ փրկիչը։ Ինչու է Քրիստոսը միակ ճանապարհը եւ ինչ է տեղի ունենում մարդու ներսում, երբ նա ընդունում է բարի լուրը։ Սա է ավետարանի կենտրոնական խորհուրդը։ Ստեղ գրածա խորհուրդը իրականության մեջ ռուսերեն գրածա գաղտնիքը։ Սա գաղտնիք է։ Ինչ է գաղտնիք։ Թաքնված բան է։ Քո գործ ի՞նչն է։ Հայտնաբերես այդ գաղտնիքը։
Քո գործնա փորես ու հասնես քարին, ու այդ քարի վրա շինես քո տունը հոգևոր, որ կայուն մնա քո կյանքը երկրային եւ կյանք ունենաս հավիտենական երկնքում։ Փորել նշանակում է ջանք դնել։ Հիմի դու ոնց երեխեն Սամոսի մեջ ասեց, Տերը մեկ անգամ ասեց, ես երկու անգամ լսեցի, սա ի՞նչ է նշանակում։ Մարդը ընդամենը երկու անգաջ ունի, ամեն անգաջով լսես, չէ։ Դու ունես մարմնավոր անգաջ եւ ունես հոգեվոր անգաջ։ Դու ունես միտք խելքի եւ ունես միտք սրտի։ Ու եթե մեկն ու մեկը չբռնեց, դու ոչ մի բան չես հասկանա, ոչ մի բան չես իմանա։ Դու պետքա համ սրտիդ մտքով ընդունես, համ խելքիդ մտքով ընդունես Աստծո խոսքը, որ նես ծծվի, ձուլվի քու մեջ, որ կիրանա, որ դու ապրես։ Օրհնություն։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցեք դրան։ Ծննդոց 1:28։ Ուխտ եւ խոսք։ Բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ անպայման կմեռնես։ Ծննդոց 2:17։ Երջանկություն միասին։ Մարդու բնական տեղը Աստծո մեջ մնալն է։ Իմացեք, որ Աստված գերագույն գաղափար է։ Նա կյանքում ոչ մի բան չի անի առանց նպատակի։ Աստված նպատակ ուներ այս աշխարհը ստեղծելու եւ այս աշխարհում մարդուն իր կերպարանքով ստեղծելու ու այդ մարդուն հետ գործ բռնելու, ասենք ասենք, նպատակ, նախավորոշում ուներ։ Предназначение было у него։ Ու ինքը գրված է, որ ստեղծեց իրան նման։ Դու Աստծո նման ես։ Ոչ թե ֆիզիկապես, այլ քո հոգիդ։ Ինչի՞։ Աստվածով է։ Աստված քարեշինություն չի։ Մարդու ստեղծագործություն չի։ Աստված գրված է հոգի է։ Դու ով ես։ Դու հոգի ես։ Այս մարմինը ընդամենը կամուֆլյաժ է։ Կամուֆլյաժ։ Այսօր կա չկա։ Քո խելքդ, քո միտքդ, քո էմոցիաներդ, զգացողությունդ, սա հոգուտ մեջ է։ Հոգին ինքնին ունեմ անձը։ Ռուսերենն է։ Դուշա է, հայերեն անձ է կոչում։ Դու կենթանի անձ ես ու դու Աստծո նման ես։ Իրան նման ես դու ստեղծված, սուրբ, կատարյալ է ստեղծված, բարի է ստեղծված, ստեղծագործիչ է ստեղծված։ Ոնց Աստված ստեղծագործում է, տենց էլ դու ես ստեղծագործում։ Ոնց Աստված ստեղծում էր ամեն ինչին, ասում էր ինչ լավ է, ինչ լավ է։ Այտենց էլ դու ինչ ստեղծում ես, ասում ես ինչ լավ է։ Գիտեք, խուդոժնիկը, որ նկարում է նկարը, նա արդեն մտքի մեջ ունի պատկերացում, թե ինչ է ստեղծելու։ Միջև այս աշխարհը ստեղծեր, սրտում Աստծո ես, դու կայինք, սաղս կայինք, անուն ինքը արդեն գիտեր։ Ու երբ այդ աշխարհը ստեղծում էր, ասում էր ինչ լավ է, ու ամեն ինչին ինչ նայում էր, ասում էր գեղեցիկ է։ Ինչու մի բան էր ստեղծում, որ չկար դիեզերքում, իր ստեղծագործությունների մեջ։ Ինքը որպես մի գեղեցիկ իմաստուն շինարար եւ տաղանդավոր խուդոժնիկ մի գեղեցիկ բան էր ստեղծում, որ հիանում էր երկինքն ու հրեշտակներ ու ինքը։ Ու երբ որ ստեղծեց մարդուն, ասեց լավ չի։ Չէ, տենց է գրած։ Լավ չի մարդուն մենակ եղնի։ Ու ստեղծեց կինը, կնոջը, որ կյանքը ուտի։ Ախպերներ ջան, հանա քարես, ինչ լուրջ ընդունիք։ Դամա դու իմացի, որ դու շատ թանկարժեք ստեղծագործություն ես Աստծո աշկերին, այնքան թանկ ես դու, որ ամենաթանկ գինն է վճարը քեզ հիմա։ Դա դու հիշի։ Ինչի մենք նախաբան ասենք, ինչի է սաղի հարցի լուծումը Քրիստոսը։ Ու միակ անունը, որ մարդը կարա փրկվի, դա Հիսուս անունն է, որը թարգմանության բուկվալի կոչվում է փրկիչ։ Սիրելիներ, գրված ինքը ստեղծեց եւ օրհնեց։ Ինչ է օրհնությունը։ Հարստությունն է։ Օրհնությունը, երբ որ դու ոչ մի բանի կարիք չունես, սա օրհնությունն է։ Ողորմությունը, սիրելիներ, նայա որ դու միջոն բանի կարիք ունես, պոչին մի բան հասավ։ Մի թեթև կարիքը թոքա, սա ողորմությունն է։ Իսկ օրհնությունը, երբ որ դու ամեն ինչ ունես ու գլխից էլի թափվում է, այսեն ստեղծեց Աստված։ Ու երբ որ ստեղծեց մարդուն, ազատ կամք տվեց, մի հատ մեծ պարգև տվեց, ազատություն տվեց, ազատ ընտրություն տվեց։ Օրինակ մենք չենք տա տենց ազատ ընտրություն։ Այն բաները, որի սեփականությունը մենք ենք։ Ով է շուն պահում։ Իաշանը չի թողնի ինքը, ինչ ուզի անի։ Շանը կասի, ինձ դի լսես ու իմ ասածը դի անես։ Չէ՞։
ով ունի ֆերմայում անասուն, կենթանի, դա սա օգտագործում է աշահերի մա, բայց Աստված հետաքրքիր բան ստվեց։ Այնքան օրհնեց մարդուն, ասում է ուզում ես հետը շփվի, ուզում ես մի շփվի, ազատ ես։ Դու ազատ ես, դու Աստծու նման ես։ Ինչ կուզես կանես։ Բայց մի հատ բան ունեմ քեզ ասելու։ Մի հատ ծառ եմ տնկում, որ այդ ազատությունը հաստատվի, որ դու ընտրություն ունենաս, չարն ու բարի, կյանքն ու մահի ծառը չուտես։ Էսի պայմանները միակ, որը Աստված դեր, ոչ մի բան չի ասե, ոչ մի բան չի թույլ տվել։ Շատ աշխարհում մարդիկ ասում են ինչի է դա ստեղծեց։ Եթե թող չստեղծեր երջանիկ կեղնենք։ Մենք էլի երջանիկ կեղնենք, որովհետև Հիսուսը երջանքի գինը վճարել է։ Եթե ստեղծեց որ մարդը ընտրություն ունենա։ Հետաքրքիր բան է, չէ՞, ասում են բերեք ընտրենք մեր իշխանավորին, պրեզիդենտ ընտրենք։ Ընտրությունը պրեզիդենտի անունը տալիս են, մյուս պրեզիդենտ նույն անունն են տալի, մյուս պրեզիդենտ նույն անունն են տալի։ Ում ընտրես, սաղն է նույն պրեզիդենտն է։ Սա ընտրություն չի, սա խաբեբայություն է։ Իսկ եթե դու ընտրություն չունես, քեզի ասում են դու ընտրի, ու նույն մարդը գալիս է դառնում է իշխանավոր։ Սա մի հատ հարց առաջանում։ Քեզ չեն խաբում, ընտրություն դու չունես։ Քո տեղդ ընտրում են։ Աստվածը տեն չի։ Աստվածը քեզ տվել ընտրություն, թողել է քեզ ընտրես, թողել է։ Դրա համար որ մարդասպանը ինքը ձեռքից չի բռնում։ Գողին չի պատժում։ Դրա համար մարդիկ որ մեղք են գործում, միանգամից չեն պատժում, դրա համար նույնիսկ մեղք են գործում, չեն վախենում։ Ու շատ արդարներ որ արդար կյանք են ապրում, իրանք հիասթափվում են նրանից, որովհետև միանգամից վարձքը չեն ստանում։ Շատ անգամ իրանք տես են խաֆում։ Վարձ չստացա, բայց հարցն անում է Աստված ծրագիր ունի, նպատակ ունի ամենքի կյանքում, ու այդ նպատակը ոնց սկսվել Ադամից, մինչև այսօր քուվրին դա աշխատում է։ Եվ չորրորդ բանը, Աստված ստեղծեց մարդուն, նրա համար մարդը երջանիկ է եղել։ Այսօր աշխարհում չկա երջանկություն։ Ոչ մի բան չի բերում քո կյանքի երջանկություն։ Այն ինչ որ դու երջանկություն ես համարում, դա ընդամենը մի քանի ժամվա զգացողություն է։ Տուն, տեղ, մաշինա, գործ, կարիերա, կուրախացնի քեզի, ժամանակավոր երջանկություն կտա։ Բայց հենց կստանաս, կանցի ժամանակ կտենաս ինչ որ բան է պակասում։ Այսա, քո մեջ մի բան է պակասում միշտ։ Այս աշխարհում մի բան է պակասում։ Այսա է, որ դու պետք է հասկանաս, ոնց որ դու այս աշխարհում մի բան կա, որ քեզի չի կա երջանկացնի։ Դու ման ես գալ այդ երջանկությունը։ Մտածում ես դա երկաթի մեջ է, ոսկու մեջ է, թղթի մեջ է, փողի մեջ է, մարդու մեջ է, չկա։ Ինչ ես։ Մտածում ես որ մայր դառնաս երջանիկ կենես, մայր ես դառնում երջանիկ չես։ Մտածում ես ամուսնաս երջանիկ կենես, ամուսնանուս երջանիկություն։ Երջանիկ ես ինչ որ չափով, բայց ինչ որ մի բան մեկա չի հերիքում։ Գիտեք ինչի, որովհետև գրված է որ естественное место поставил человек пребывать в Боге։ Կատարյալ ոնց է գրած հայերենով։ Մարդու բնական տեղը Աստծո մեջ մնալն է։ Բնական տեղն էր դա։ Նայեք, ջուրը ստեղծեց Աստված, մեջը ձուկ դրեց։ Հողը ստեղծեց, ծառ տնկեց, խոտ տնկեց։ Իսկ մարդուն ստեղծեց իր ներկայության մեջ եղնելու համար։ Եթե ձգին ջրից հանես, ձուկը կսատկի սիրելիներ։ Եթե ծառը հողից կդրես, հողը կչորանա։ Այդտենց է, եթե մարդը Աստծո ներկայությունը կորցնի, ինքը կմեռնի, որովհետև ինքը ստեղծվել է նրա համար, որ ինքը ապրի Աստծո մեջ։ Ամեն։ Գնանք մյուս սլայդին։ Մարդկության 3 բնիկ խնդիրները։ Սատանան եւ կասկածը։ Օծն ասած կնոջը։ Իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինն ասաց օծին. Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, միայն ոչ դրախտի մեջտեղի ծառի պտղից, որպեսզի չմեռնենք։ Օծն ասաց կնոջը. Չեք մահանա, կբացվեն ձեր աչքերը եւ դուք կլինեք աստվածների նման։ Ծննդոց 3:1-5 խոսքը։ Ադամական մեղք։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է եւ գրավիչ ըմբռնելու համար, նա առավ նրա պտղից, կերավ եւ տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան։ Ծննդոց 3:6 խոսք։ Հեռացում Աստծուց։ Երկուսի աչքերն էլ բացվեցին։ Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծո ոտնաձայնը եւ թաքնվեցին դրախտի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. Ուր ես։ Ադամը պատասխանեց. Լսեցի քո ձայնն այստեղ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի եւ թաքնվեցի։ Ծննդոց 3:7-10։ Սիրներ, ինչ եղավ, երբ որ մարդը
առաջի անգամ չնազանդվեց Աստծուն։ Մի հատ հասարակ բաներ պետք անել։ Դրախտը կոչվում է հաճույք։ Մարդիկ միջև այսօր հաճույք են ման գալի։ Արաղի մեջ, խմիչքների մեջ, սեքսի մեջ են ման գալի հաճույք, ինչ որ կինոների մեջ են ման գալի հաճույք։ Իրանք հաճույքի հիմա են։ Դու ինչ անում ես, նրա մա ես անում, որ հաճույք ստանաս։ Այդ դրախտն է, քու մեջ դրած է։ Դու հաճույք ես ուզում ստանաս ուտելուց, հաճույք ես ուզում տալաս խմելուց, հաճույք ես ուզում նայես հայլու մեջ նայես ու հաճույք ստանաս դաժե քեզ նայելուց։ Դա նորմալ է։ Աստված քեզ ստեղծել է, որովհետև դրախտի հենց անունը դրախտ նշանակում է հաճենալ, ցանկանալ, այն ինչ դու ուզում ես։ Բայց նրա խաթուր, որ մարդը չլսեց Աստծուն, մի անգամից կորցեց, ու ինքը մանա գալի տա նարկոտիկի մեջ, մարմնի ցանկությունների մեջ, ինչ որ էկրանների մեջ, ինչ որ բաների մեջ, բայց ինքը չի հագենում։ Ոնց գալիս այդ պահը, մի կես ժամա, մի 2 ժամա, ինչքան է տևում այդ հաճույքը։ Ուտում ես, այդ պահին հաճույք ես ստանում։ Հենց պրծար, փորը տեղ չկա, հաճույքը պրծավ։ Կինո նայում ես, հաճույք ես ստանում, պրծավ, հաճույքը։ Բայց այդ հաճույքը, որ Աստված տվել էր, հավիտենական էր, 24 ժամ սուտկա մեջ վերջ չուներ։ Եվան ու Ադամը ստեղծված են հավիտյան ապրելու համար, մահ չկար։ Հենց Եվան Ադամը կերան, իրանք արդեն մեռան, առաջինը մեռավ իրանց հոգին, որ արդեն կորցրին Աստծո ներկայությունը։ Իսկ մարմինը ընդամենը ժամանակի հարց էր, 900 քանի տարի տևեց, մեկը մեռավ։ Բայց միջև այդ տարիներ կասնեին, դարեր կասնեին, մարդը չէր մեռնելու։ Ինքը ստեղծվել էր հավիտյան հաճույք ստանալու, հավիտյան երջանիկ լինելու համար։ Եթե Աստված ասում է, բեր, տես, Ադամը դարավ մեզ նման, այսինքն հայրը խոսում է հրեշտակների հետ չի խոսում, ում հետ է խոսում։ Հիսուսի հետ է խոսում։ Հրեշտակները Աստծո նման չեն, նրանք ուրիշ կերպարանք ունեն, մարդու նման չեն։ Մեզ նման, ասում է, հավիտյան կյանք ունեցավ, չարն ու բարին ճանաչեց, բե ասում է իրան դուս անենք, որ ես պտուղից չնի։ Սենց ու նայես կասես, ինչ անխիղճ ես Աստված, դե մի հատ սխալվեց էլի։ Ով չի սխալվում։ Մի հատ սխալի հիմա դուս ես առնում, որ չուտի այդ պտուղից, ասում է, որ չուտի չապրի հավիտյան։ Հիմի հարց, Աստված պատժեց, թե լավություն արեց։ Եթե դուք ուշադիր հոգու աչքերով նայեք, դուք կտենաք Աստված չպատժեց Ադամի Եվային, ինքը լավություն արեց։ Եթե Ադամը Եվան մեղքի բնույթը ստանալով պտուղ ուտեն հավիտյան ապրեն, հավիտյան մեղքը կմնար այս աշխարհում, մենք կյանքում չենք փրկվի։ Միշտ պատժվենք ու կպատժվենք, ոչ մի լուծում չէր լինի։ Հիմի մեկի սխալի խաթուր հավիտյան պատժի մեջ ենք մնալու։ Լուծում չեր եղնելու։ Մեռնելու ենք գնանք դժոխք, մեռնելու ենք գնանք դժոխք, որովհետև չենք կարա մենք ապրենք։ Եթե մենք ապրենք, կներես սխալ ասեց, եթե մենք ապրենք ու չմեռնենք, մեղքի մեջ, մենք այս աշխարհին ես դժոխք կսարքենք։ Այստեղ խաոս կեղներ, ու մարդ արածը կենթանուց բետար գազանք դառնար, մարդագելություն, որբեր մարդագել կդառնար։ Դուք տեսել եք ամենամեղքի հետևանքը ինչ կարա։ Ամենասարս մեղքը մարդուն կարա գազանից բետար սարքի։ Մարդը կարա մարդ ուտի, դուք հասկանում եք մեղքի հետևանքը։ Կարա սեփական երեխու սպանի ուտի։ Այն ազգերով բնաջնջել Աստված դուք չեք գիտեի ցեղերն եղել դրանք։ Մարդը ինչքան կարա պղծվի, մարդը կարա սեփական երեխու հետ քնի, կարա անասուն հետ քնի, այնպես ուռոդություն մարդը կարանում զզվանք։ Ու պատկերացրեք հավիտյան տենց աներ։ Հիմա Աստված փրկեց մարդուն, թե պատժեց։ Որտեղ մահը պետք է գա կյանքը, որ մարդը մեռնի, որ մահի միջոցով վերստին ծնունդ ունեն, եթե մահ չեղնի, մարդը չի կարա հավիտյան կյանք ժառանգի։ Դրա համար այդ հարցերի ավետարանի պատասխանը սա է, որ Աստված պատժեց մարդուն իր արարքի հիմա, բայց ողորմած իրան, որովհետև սիրում էր իրան, իրան փրկեց։ Ինքը հիմի պետք է մեռնի, որովհետև որ մեռնի, գա փրկիչը եւ կփրկի։ Երրորդ բանը, որ մարդը հեռացավ Աստծուց ինչ եղավ։ Աստծուց հեռացավ։ Հիմի մարդը արածը մեղքի պատճառով չի կարող Աստծո ձենը լսի։ Եթե մեկը հավատացյալը վերեսին ծնվում է նորից, ինքը հոգին զարթնում է, սկսում Աստծո հետ խոսալ։ Արդեն սկսում է երկրորդ խոսակցություն։ Եթե մարդը ինչ-որ ձեներ է լսում, ու թվում է Աստված, դա Աստված չէ, դա դևերն են։ Գերբնականի ձեներ է լսում։ Օրինակ ասում է գնա այնտեղ սպանի փող կունը, գնում սպանում փող կա, հատես Աստված փող տվեց, Աստված ասեց սպանի, հա, բա որտեղից փող առա, չէ, գերբնական էր։ Հասկանում ես։ Մի հատ մարդ ինձ պատմեց, որ գնա ստավկա արա ֆուտբոլի,
Ու թվերը ասել է, ասում Աստված չասես, գնացի ու կրեցի, բայց թվերը որտեղից իմացա։ Ով կարա լատարի թվերը ասի։ Ու գիտեք ի՞նչն էր զարմանալի։ Այդ մարդը մտածում էր թե Աստված է իրան է թվերը ասում։ Վերջում էլ ասա մի դնի, որ ասма չլսեցի, ագասություն դրեցի, սաղ փողերը տարվեցի։ Այն ասիճան էր կրում, ու այդ մարդիկ ասում են գնաց տեղից, ո՞վ ես կախար, ո՞նց է կարողանում իմանալ։ Դուս էին անում մի քանի տեղից։ Էդի սատանան էր, էդի դեմն էր։ Ինքը կարա տես բաներ ան, դա Աստված չի։ Այն նրա խաթուր, որ դու ճունես քու մեջ հաղորդակցություն, դու չես կարող զանազանես Աստծո ձայնը եւ Սատանի ձայնից քու մտքից։ Մենակ Սուրբ Հոգին տա քեզ կարող անի։ Իմացի, որ Աստված կյանքին իրան ավետանի հակառակ քեզ բան չի ասի։ Եթե գեբնական բան ես լսում ու հակասում ավետարանին, ասո խոսքին, դու 100% վստահ եղի, դա Սատանան է, իա դևերն է։ Ուրեմն մարդու Աստծո մեջ պաս ստեղծվեց, ու իշքան մարդը շատ ամեղ գործում, այդքան հեռանում է։ Դաժե վերստին ծնված մարդը, Սուրբ Հոգի ունեցած մարդը, եթե նորից մեղա գործում, հիմա ավելի է մեղավոր, գիտակցաբար անում։ Ավելի է մեղավոր, որովհետև իրան կա օգնական Սուրբ Հոգի, ինքը այդ օգնությունից է հրաժարվում ու գիտակցաբար թաղում է, ինքը կորցնում Աստծո հետ հարաբերությունը։ Ու սկսում է հաղորդությունը դևերի հետ։ Մյուս սլայդը բացենք, սիրելիներ։ Արմատական խնդրի հետևանքները։ Հոգևոր խնդիր։ Ձեր ունեցած հայրը սատանան է եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետեւ ստախոս է եւ կեղծիքի հայրը։ Հովհաննես 8:44։ Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է։ Աստծո որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերն իր մեջ մնում է։ Եվ չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո որդիները եւ սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, եւ ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։ Առաջին Հովհաննես 3:8-10։ Կռապաշտություն, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն, ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով, եւ էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Եփեսացիներ 2:2-3 խոսք։ Երբ որ Աստված Եվային ու Ադամին պատժեց, հետո միսես բան ասեց. «Եվ թշնամություն կդնեմ քո մեջ, կնոջ սերունդի մեջ եւ սատանայի սերունդի մեջ»։ Այսինքն այս աշխարհում չկար սերունդ սատանայի։ Չկար, սատանան չուներ ոչ մի բան։ Ինքը մի հատ ծառի վրա իրավունք ուներ, տեղ նստած էր ու սպասում էր, երբ դի մարդը մոտիկաներա դիալոգի մեջ մտնի։ Հասկանում ես։ Շատ մարդիկ չեն գնա պրեմոյ սատանայի հետ խոսալու հիմի, բայց գարասկոպ կնայեն։ Չեն գնա սատանայի մոտ ու կասեն, բայց բաժակի կնայեն։ Կարող է մարդ չգնա կախարդի մոտ, հավատացեք, բայց ամուլետ կկախի։ Հավատում եք, ուռվին կա։ Ինչի, որտեղ խղճի մեջ, ասում եմ, սատանան կողմ չեմ հավատում։ Բայց ինչ որ հավատք ունի։ Դու գիտեք, այս աշխարհում չկա տես մարդ, չի կարա տես մարդ ծնվի, որ ինքը հավատ չունենա։ Իր բնության մեջ է դա։ Դաժե ատեիստը ասում Աստծուն չեմ հավատում, դա էլ է հավատք, ու ինքը չի հավատում, ու Աստված չկա։ Հասկանում եք։ Դրա համար հիմի ամեն մարդու մեջ կա Աստծո փնտրություն, թեոլոգիա։ Լուբոյ մարդու մեջ։ Հիմի հարց առաջանում։ Ում ես դու պաշտում, ում որդին ես դու։ Եթե դու հիմի ավետարանես ասես, գիտես, Աստծո Ադամը մեղք գործեց, դրանից հետո սատանայի որդի ես, ես Աստծո որդի եմ, դու սատանայի որդի ես։ Այդ մարդը քեզի քայոյի։ Դա չի կարի քարոզի վաղտ ասել։ Ու դու սատանայի որդի ես։ Մարդը կվիրավորվի ու քո այդ ավետարանը չի ընդունի։ Բայց դու պետք է ասես, ինչո գրված է, որ թշնամություն կդնեմ քո սերունդի եւ կնոջ սերունդի մեջ։ Դու իր կրունկը կկծես, քո սերունդը իր կրունկը կծի, իսկ նա քո գլուխը կջարդի։ Ու գիտեք, մարդը կարա ամուսինը կարա եղնի
Հավատացյալ կնիկան հավատ։ Ու շատ անգամ աղջիկիկ ասում են, ի՞նչ տարբերություն գնամ աշխարհիկ տղա ուզեմ։ Ուզի, պրոբլեմ չկա։ Եթե դու վերստից ծնված ես, իմաց այդ տղեն լավ տղա է եղնելու, անկախ իրանից այդ լավ տղեն հենց ամուսնացար ինքը անոթ է սատանի։ Քեզին էս օրնակցելու, հավատդ կորցնելու ես, կակ մինիմում։ Քեզ հերացնելու է, որովհետև ինքը չիմանալով տա կանի, քեզ սիրելով անկես կանի, բայց դու իմանալով բերեցիր այդ սերունդի որդուն ամուսնացար։ Սերունդ կա, հարազատներ ջան։ Ու այդ սերունդը բաժանված է Աստծո որդիների եւ սատանայի որդիների։ Դաժե նոր ծնված երեխեն, որ նոր ծնվել արդեն այդ բնույթը կա մեջը։ Ադամական մեղը կա։ Նայեք ինչ անում, երբ որ ինքը մի բան ուզում է։ Դե խոսել չի կարա, ու շարժվել չի կարա, քալը չի կարա։ Բայց եթե ինքը ուզում է կաթը, ամեն ձևով մանիպուլյացիա կանի, իստերիկությունների ու կուզի, դաժե երբ որ արդեն պետք չի ուտելի անը, տրակավ էլի կուզի։ Ու կարա հախից գա փոքր, քանի 5 կիլոնոց երեխեն 70 կիլոն մամայի հախից կարա գա։ Այդ է դες մանիպուլյացիան։ Երկու ջղտակ երեխուն դնեք իր առաջ ու դնեք խաղալիք։ Ու տեսեք այդ խաղալիքի խաթուր չարությունը ոնց է։ Չի հանիք տա աղբորը։ Սիրելիներ գրված է դուք ոնց որ աշխարհը սովորեր կուրքապաշտության, դուք էլ նույնն եք անում։ Հələ ասեք մի հատ հայ, որ մատաղը չի ընդունե։ Մատաղը սախսեն ընդունում եք։ Նամար մեր ախակալակու մատաղ են անում։ Հետո էլ սենց են անում։ Փորձանքի մեջ են անում, ասում են քաշատդ ապաշխարանք եղնի։ Իրանք դա չեն հասկանում ինչ են ասում։ Իրար։ Գոնե իմանան ինչ են ասում։ Ադա թա ասում են, ծեսա ասում են։ Այ մարդ, դու հասկանում ես ինչ ես ասում, ասում են գես փորձանքի մեջ լավա ապրեցիր կյանք ունես, գնա Հիսուսին, ապաշխարի։ Էդ է նշանակում, ասում եմ, հա։ Բայց մատաղը այդ կուրքապաշտությունն է։ Էդի նշանակում է Քրիստոսի արյունը, այդ արյունը, որ թափվել է, գին չունի, այս գառը հələ չի եկե, գառնուկը չի մորթվե, հələ գառնուկ դի մորթ։ Հոգևոր տառապանք։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Մատթեոս 11:28։ Մարմնական կարիքներ։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ Հռովմայացիներ 8:22։ Դժոխք։ Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Մատթեոս 25:46։ Ժառանգներ, կուրքին երկրպագություն չանես եւ չպաշտես նրանց, որովհետեւ ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին, մինչև նրանց 3-րդ եւ 4-րդ սերունդը, որոնք ատում են ինձ։ Ելից 24:5։ Ինչ եղավ։ Հետևանքները։ Մարդ Աստծուց հեռացավ, վախի մեջ է ապրում։ Վախը մտավ ջանը։ Վախում է, գործ չունեմ, ինչ ոնց թե ապրեմ։ Լրաբերանայում կարող համաշխարհային կռիվ սկսվի։ Հա մյուս տարի նալոգները շատացավ, պրոդուկտը ինչքան է թանկացե։ Ոնց եմ ապրելու։ Կրեդիտս մնաց։ Սաղորը փսիխիչից դու պատկերացու գե դավլենիայի տակ 24 ժամ մարդ ապրում է։ Ինչ տեղն այդ մարդու հետ։ Պատկերացնում ես կամ բիզնեսա դրե, կյանքը դրել այդ բիզնեսի մեջ, քանդվեց բիզնեսը խեժ մարդու։ Սա կյանքը աշխատել է։ Կորցրեց, դե մարդից դիմացի։ Ինչ մտա պսիխոլոգический расстройство։ Հոգեկան, ազնական խանգարում եկավ։ Մարդը սկսում արդեն դարդից գժվել, գժանոց ինչ է մարդը գժվում։ Ասում աշկի տեսածից կգժվես, անեծքի հետևանք է դա։ Անեծքը մտա մարդու մեջ, ու աղքատությունը, խնդիրները, հոգսերը, Ադամը ընդհանրապես պետքա պաշտպաներ այդ այգին ու մշակեր։ Բայց հիմի ու Աստծո հեռացավ, հիմի պետք է տանջվի, քրդնի, քրդնքով աշխատի։ Եթե կփորձի անած քրդնելու աշխատի, խարդախությունով հարստանա, կտես գալու է, որտեղ օրենքը խախտում է։ Պետք է տանջվես ու առօրը վեկանաս, իր գունուշ քնես։ Չես ուզում առօրը վեկանաս, իր ուշ քնես։ Տենց ես ուզում փող աշխատես։ Մեկին խափես, մեկին քցես գողանաս, պատժվելու ես։ Օրենք հա դրած, քրդնքով պետք է աշխատես։ Անպայման չի լավ հատկով աշխատես, գրիչով էլ կարաս քրդնես։ Հասկանում ես։ Մարդիկ մտածում են, դա գնա մենակ քար կրեմ, չէ, դաժե դիրեկտորը եղնես, դու քրդնելու ես։ Դա տենց է, հեշտ գործ չկա։ Բայց եթե փորձում ես, ասում ով փորձի հեշտ հարստանա, դվայնոյ տարիֆ դնեմ, մի անգամ պատժվելու ես, օրենք հա դա։ Աշխարհիկն էլ է ազգում իր կաշի վրա, ասինքն Աստծո որդին էլ է ազգում, իբր խարդախություն անում, վզին գալիս է։ Ես սատանի որդին էլ ազգում, դա ասում է, չեսնա ժիտ վիգդնա։ Ախպեր ջան, ոչ ոք չի բարձ այդ խարդախությունը։ Մեր մոտ ինչքան գողեր կա թաղել են, այնքան գողեր կա մենք ճանաչում ենք։ Իրանք միշտ կորցել են, ինչ գողացել են, վերջում
Գերեզմանի դաժե փող չեն ունեցել։ Հարևաններն են եկե հավաքել ու թաղել։ Ում է պետք դրանց կյանքը։ Օսկիլոները ոսկիներ են ունեցել, ուր հաճ, ոչ մի բան չվայելեցին։ Գողանում են գնում Բերտինես, ոսկի կմնաց այնտեղ, միջև դուսեկան տետը կորավ։ Խմին, ծխին գնացին, ինչ ներ կյանքի մասը, ոչ մի բան։ Անարակը, մարմնավաճառը, ոչ մի բան ու չի վաճառում, նարկոտիկը ծախում, չկա։ Հիսուսը նա եղա հարցը, ասում արեք իմ մոտ։ Իմ մոտ գաք, ել չեք մտածի ինչ եմ ուտելու, ինչ եմ հագնելու։ Մյուս տարի ինչ եղնել, իմ մոտ արեք ու կտենաք։ Ինձ քցին, ինձ խափին, գործս խլին, չմտածես, արի իմ մոտ պրոստա։ Ումի մտածի դրա մասին, ինձի վստահի։ Աստված ջան, բա նալոգը թանկանա, արի իմ մոտ, դու մի մտածի։ Էս է Աստված ասում։ Մարմնական կարիք եղա։ Օրենք մեր մեջ մարմինի մեջ մտա մի հատ օրենք։ Այս օրենքը անկախ իրանից ուզում է չարություն անի։ Նայեք հարազատներ ջան, տես մարդ կա, բարին ուզում անի, չի կարա անի։ Չար ուզում անի, չի ուզում անի, անում է։ Այս է օրենքը, չի կարա խախտի։ Закон природы դրած է մեջ ադամական օրենքը։ Ասեք, բարինա հեշտ անել թե չարը։ Չար առանց մտածելու կանես, դաժե չեն նեկատիվ ոնց կանես, կասես չարեցի։ Բայց բարին կրդնես ու շուտ կանցնի։ Ասես ախպեր ջան, ես քեզ եկուց արի մոտս քեզ 1 միլիոն փող կտամ։ Այնց ադուշի սիրեցի իրան։ Մեկը մյուս օրը զարթնում ես, իմանում ես գործը լավ չի, արդեն չես ուզում այդ 1 միլիոնը տաս։ Ինչի։ Ուզում էր մարդուն լավություն աներ, չէ՞։ Հիմի արդեն խնդրեմ ունես։ Հիմի ինչ պետք է։ Հիմի դու սուտ խոսանես դուս գալու։ Ու ինչ կանես ախպեր ջան, հաստատ չես տա, ով կտա, ոչ մեկը չեք տա։ Կասեք այնտեղ խնդիրներ ունեմ։ Ինչի, որը դե տենց է տա։ Չես կարա դու։ Եթե դու սրտած ուզում ես, չէ՞, խո մարդը չի ասում ինձ փող տուր։ Դու ես ուզում իրան լավություն անեն։ Ինչի։ Որովհետեւ դեպի դու լավություն ես անում, գլխիդ ամեն ինչ գալիս է, ոչ չանես։ Հարցը սրանում է, որ ժողովուրդ ջան, լուբոյ մարդ, իր բնության մեջ արդեն այդ անեցք եկել է։ Այն ինչ որ ինքը ուզում է լավ է։ Դաժե ինքը ուզում է, չի ուզում գիշերը հաց ուտի, եթե վնասա, չի ուզում անանի, ուզում է առողջ ապրի, ուզում է դիետա պահի, չի կարա, այ մարդ բարին չի կարա, ինքը իրան չի կարա անի։ Օրենք եկա, խախտումը չես կարա վրա։ Չես կար։ Այս օրենքը մենակ Հիսուսը կարա քանդի։ Չէ՞։ Հետո լավ ուտում ես, ասում ես, այս կշերքին ասում ես, ինչ արեցի։ Դու քեզ չես կարող լավություն անես, ուր գնաց ուրիշին անես։ Այս օրենքը քո մեջ գործում է։ Դժոխք։ Մատթեոս 25-ի 26-ը անցած անգամ ես ասեցի։ Դժոխքը Աստված ստեղծել է դևերի ու սատանի հիմա, մարդու մա չի ստեղծել։ Որ իզոլյացիան է, բունտար է, խաոսը, հրեշտակներից։ Բայց մարդիկ Աստուն հեռանալով, Աստու հակառակ կյանք ապրելով, հասարակ բան։ Դու Աստու մարմին ես։ Սիգարետ ես ծխում։ Դու գիտես ու սպանում ես, էլի ծխում ես։ Անցած անգամ Հակոբ ախպեր ասել, չէ՞, ասում բժիշկ ասում է չխմես, էլի խմում է։ Իմ հորս ընկերն ապաստակ էր գլիչին։ Բժիշկ ասեց, եթե կես բաժակ խմես կմեռնես։ Չխմես մի օր, չխմես երկու օր, այ լուրջ բան վկայություն եմ ասում։ Իսկական պատմություն եմ ասում։ Կազարմի թաղում։ Մի ամիս չխմես, սենց դուս եկավ, բայց ժողովրդի մոտ եմ ասում, դուս եկավ սենց։ Ես այս կյանքը չեմ հասկանում, սա կյանքը խմել է, սա կյանքը այեղ չի եղել։ Ասում եմ ես գիտեմ ու կխմեմ, ժողովուրդ ջան, մեռնեմ, բայց խմել եմ, լավ կացեք, գնացի ես։ Խմեց ու մեռավ։ Ես ես ման չէի տեսել, սա շոկի մեջ էին։ Ոնց էր օրենք իր մեջ, ստիպեց իրան անել ինչը չէր անում։ Ու այսպես մենք սաղը սենց ենք։ Մենք ուզում ենք մեր սիրած աղջկան նեղացնենք, չենք ուզում, բայց նեղացնում ենք հարազատ ջան։ Անկախ մենք ուզում ենք մեր սիրած տղուն նեղացնենք, չէ։ Մարդու կնիկ ուզում են իհարկե չեն ուզում, բայց օրենքը գործում է, չար օրենքը կա։ Դժոխքը հարազատներ ջան, դա այնտեղն է, որտեղ չկա Աստված։ Այսինքն եթե այստեղ գոնե մի քիչ էլ Աստված քո մեջ կա խղճիտ միջոցով հաղորդություն ունես։ Եթե դու միջև վեր չապաշխարես, դու գնում ես այնտեղ ու вообще չկա ոչ մի ներկայություն։ Դու իմիտա չես զգում, որովհետև դու ինչքան էլ մարդ Աստծո սերունդ եղնի, իր մեջ սատանի սերունդ եղնի, դաժան չար մարդու մեջ կա աստվածային գեներ։ Համաձայն եք, չէ՞, Հիսուս սաղի մայա մերը։ Չէ՞։ Ինքը չի մերը մենակ սրբերի հիմա։ Այդ Ալլահն է մենակ սիրում, իրան հնազանդ են։ Հիսուս սաղին է սիրում։ Հիսուս ատում է անեծքը, ատում է մահը քեզ սպանում, ատում է մեղքը քեզ սպանում, բայց քեզ սիրում է։ Ինչ մեղավոր ուզում ես եղի, քեզ սիրում է, ու ինքը քեզ մայլ է մերը։ Գնահատես, չգնահատես, ինքը սաղի մահ մերը։ Так что ինչ որ մարդիկ հավատան, չհավատան, այդ ողորմությունը սաղ ապրում են, բայց եթե դժոխ գնաց, էդի չի եղնելու, էլ չի զգալու։ Էլ չեմ ասում կրակի մասին, ճիճուն որ կուտի, էլ չեմ ասում որ կուզենա ծխել մարմին չունենա, ցանկություններ կունենա, չի կա այդ ադիկ, էլ չեմ ասել կրակը, հավիտան, էլ չեմ ասում մենակ է եղնելու։ Այդ չի լսելու ուրիշի ձենը որ մխիթարվի խաչաբի։
Ասում է որդկանց կպատժեմ հորը արարքների մա։ Էսի խոսում է գենետիկորեն։ Դու գիտեք, չէ՞, որ դաժե հեսօր որ զարգացել է աշխարհը, ապացուցված է որ գեներ գոյություն ունի։ Ու մարդը գենետիկորեն ժառանգել գիտի այն ինչ որ իր պապերի մեջ կա։ Աստված երբ որ օրհնանք ու անեցք ասում է կպատժեմ սերունդը միջև 4 պորտ, եթե ինձանից հեռանա, իսկ կօրհնեմ սերունդը միջև 1000 պորտ, եթե ինձի մոտիկանա։ Այսօր դու հոգևոր ես, քու տատիդ կամ պապիդ հավատն է քեզ ժառանգի։ Այդ գեներն է ժառանգի։ Եթե քու մեջ չար բան կա ու շատ անգամ չար ես եղել, էլ է ժառանգի իրանցից։ Ու տրամա ոչ թե Աստված իրաց արարքների խաթուրա քեզ պատժում, այն նրա խաթուրը որ դու արդեն քու մեջ կաս։ Քու մեջ կա, դու կանես դա։ Հիվանդություն կարա ժառանգի, բնավորություն կարա ժառանգի։ Մարդը կյանքում չի գիտե կոշկակարություն ինչա։ Մեկ էլ ինձ լավ է ստացվում որ չի գիտե պապը պրոֆեսիոնալ կոշկակար է եղել։ Ժառանգել է։ Հավատում եք, սա տենց գենետիկոն աշխարհ։ Դրա համար Աստված ասում է պատժեմ։ Այսինքն այդ օրենքը անեցքի օրհնության գալիս է սերունդից սերունդ։ Եվ օրհնությունն էլ, պաշտպանությունն էլ եւ պատիժն էլ։ Մյուս սլայդ անցնենք։ Մարդկային ճանապարհ, կրոն, բարի գործեր, փիլիսոփայություն, օրենքի համապատասխանությունը։ Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման։ Մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի։ Եսայի 64:6։ Երբ որ Աստծուց հեռացավ մարդը ինքը խնդիրներ ունեցավ։ Այս ինչ որ ասեցի։ Ինքը լուծում է ուզում։ Ու մտածում եք դառնամ բուդդիստ կանցնի, գնամ մուսուլման կանցնի, դառնամ քրիստոնյա կանցնի։ Ինքը ուզում է կրոնի միջոցով լուծի իր խնդիրները։ Ինչ եք կարծում, ինչ են մարդիկ կրոնա փող դառնում կամ անհավատա կրոնա ընդունում ինչ որ։ Կրոն, ժողովուրդ ջան, հավատ չէ։ Կրոնը մարդուն չի փոխում։ Մարդը կրոնավոր ինքը դրսից է փոխում։ Կարա խաչը վզին գցի, մոն վարի, բայց նույն նախանձը, նույն չարը, նույն բանը դիգես դուս գանի։ Անարակություն։ Դա կրոնավոր մարդ է։ Անգիր Բիբլիան իմանա, բայց ներսից ինքը փոխված չեղնի։ Հիսուսը որ հանդիմանում էր եւ խիստ ձևով բարկանում էր, հենց այդ ձև մարդկանց վրան։ Ավելի շատ էր բարկանում, քան թե մեղավոր գողերի կամ անարակների վրա։ Նրանք ովքեր կերպարանք ունեին հավատացյալի, բայց մեջից սատանի որդի էին։ Կրոնը հարց չի լուծում։ Մի հատ հայ ասում եմ, հայ տղաս ի՞նչ ես դու իուդիզմ ընդունի այ մարդ։ Հիսուս քարոզեցի, ճոգում չեմ, ասում եմ, ես արդեն որոշել եմ, ես հրեայի կրոնը պետք է ընդունեմ։ Ասում եմ, հայ մարդը չի, ասում եմ, մի հատ ռավին հետ եմ ծանոթացել, ինքը ասեց Օանեցկի, դե ինքը հին ուխտը բացատրել, ասում է, ինձի տավել է։ Ասա անկեղծ ասա։ Էդ է պատճառը։ Գիտես ինչ ասեց։ Մեխանիկ է։ Ասա ճիշտ ասած, հəl ուշադին նայի, եվրեները սա հարուստ են։ Ասի հա գիտեմ։ Մտնեմ այդ ապշինեն իսեք, ասա Միթոմ կրոնա փոխում։ Հայը էլի փողա հոտ արը, մտածում եմ մտնեմ սրանց սուտի ռավին բան դառնամ, եվրեյ դառնամ, այդ շլապեկ հագնեմ, բալքի օգուտ ունենամ։ Իրոք իրանք օգնում են։ Իրանց օրենքը Մովսեսի։ Իրանք պահում են, մենք շատերս չենք պահում։ Շատերս, բայց իրանք պահում են։ Մովսեսի օրենքով մենք բոլորս այստեղ ինչ ունենք պետք է հավասար բաժանենք, լուրջ եմ ասում։ Ինչ ունենք պետք է մեկս մեկից օգնենք։ Տենց է գրված։ Որ մենք անեց իրար հասի պիտի կանենք ու նես պետք է օգնենք, որ մեր մեջ սոված չեղնի։ Էսի օրենքն է, որովհետև եթե մենք չանենք, ոչ ոք չի անի։ Իրանք եվրեյները շատ լավ բռնել են ու պահում են, Աստծունը տալիս են Աստծուն, մարդու բաժինը տալիս են մարդուն, համայնքի բաժին տալիս են համայնքին։ Ու իրանք շատ ուժեղ են։ Ու աշխարհը տիրում են։ Փաստն է փաստ։ Մուսուլմանն ասում է, որ Ալլահը սովորեցրելով բարի գործեր անես, դու կփրկվես։ Երբ որ ես գնում եի աշխատում եի գաստնիցա սարքում ո՞ր մետրոներ այ մատ բաներ են ծախում, բիժուտերեք են ծախում։ Սևաստապոլսկի, այդտեղ դուս եկալ մեկ ուրփաթոր նկատում եմ ու գալիս են հաց են տալ ամեն անգամ, ես էլ վերցնում եմ։ Մեկը մյուս ուրփաթ եկա էլի հաց են տալ։ Ակազիցա այս մարդիկ ամեն ուրփաթ հացը թխում են ու ձրի բաժանում են ամեն անցնողին։ Ես ես մուսուլմանաս ինչ եք դուք ասում, մենք ուրփաթորերը բիզնեսմենները որոշել ենք, որ ամեն ուրփաթ ձրի բաժանենք։ Ինչքան մարդկանցի տան։ Լավ բան են անում պրինցիպի, չէ՞, բայց դա իրանց չի փրկի։ Ինչն է հետաքրքիրը։ Հետաքրքիրը նա է, որ իրոք լուբոյ մարդ իր մեջ մտածում է, որ ինքը բարի գործ անի, դա ոչ տյոցը։ Բայց մի հատ բան ասեմ։ Տեսել եք բարի մարդ։ Շատ բարի մարդ։ Գիտեք, չէ՞։ Ես ավելի շուտ նարկոմանին, զակոնի գողին, անարակ պրոստիտուտկային կբերեմ Հիսուսին, քան թե բարի մարդուն։ Բարի մարդուն ես չեմ կարող Հիսուսին բերեմ։ Ինչ եմ արել որ ապաշխարեմ։ Ինչ եմ արել, ոչ մի բան չեմ արել։ Մտածում ասում հա ինչ մեղք եմ գործում, չի կարա գտնի։
Դե ո՞նց է, եթե ինքը մեղքի գիտակցություն չունեցավ, ո՞նց ինքը կապ աշխարհի, հարազատ ջան, ես ինչ եմ արով Հիսուս ինձ մա մերելա։ Հետո վերջում կասի փառք իմ Հիսուսին։ Մեռնիմ զորության, էլ մեր լեզ ակցենտված են։ Մեռնեմ Աստծո զորության, մի մեռի դու նրա զորության, ապրի նրա զորության, հələ մեռնելը ինքը մերել արդեն բոլորիս հիմա։ Գիտեք, չի օգնի մարդուն բարի գործունը։ Մյուս բանը կա, փիլիսոփայություն։ Կոնֆուցին, դա կրոնա դարեք։ Գիտա կոնֆուցիանիզմը դա կրոնա։ Կորա գիտայցիկ մեծամասնություն փիլիսոփայությունով ուզում են հասկանան իրանց հարցերի լուծումը։ Իրոք փիլիսոփայությունը շատ հարցեր կլուծի, օրինակ մի քիչ խելքդ ուժը աշխատես, եթե մի քիչ խելքով եղնես, քեզի լավ կնայես, կնոջը ցույցես, հարգես, ու դա շատ հարցերի լուծում կեղնի, բայց փրկություն չի լինի, հավատա։ Փիլիսոփայությունը բոլոր հարցերը չի լուծի։ Հա, ու խելացի եղնես, կյանքից բաներ հասկանաս, չարը բանին զանազանես, ինչ որ հարցեր կլուծես, բայց չի լուծի։ Пожалуйста, եվրейները մտածում են, Աստծո օրենքը պահելով մենք կփրկվենք։ Ինչ 10 պատվիրան պահելով դու չես փրկվի։ Եթե 10 պատվիրանների մեջ Հիսուս Քրիստոսին դու չընդունես։ Ինքն է քո կյանքի բարիցան աղբյուրը։ Եթե դու մեկին չես ընդունում, ով որ ամեն ինչն է քո, էլ ինչ բարի ես դու։ Եթե մեկը քեզ մա երախուն չի խնայ, քու տեղը բերթան նստե, դու այդ մարդուն շատ լավ մարդ ես, սաղի հիմա, բայց այդ մարդուն մի հատ չես զանգում, ասես ո՞նց ես, քո երեխեդ բերթան նստե իմ խաթուր։ Դու ինչով ես ապրում, մեծ մարդ ես։ Դու լավ մարդ ես։ Դեմես, եթե սրտիդ մեջ մի հատ չներում եղնի մեկի հանդեպ, դու երկին չես մտնի։ Օրենքներն էլ պահելն է քեզ չի փրկի։ Սիրելիներ։ Անցենք մյուս սլայդին։ Աստծո ճանապարհը, փրկիչ։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16։ Հիսուս, նա որդի պիտի ծնի եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետեւ նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Մատթեոս 1:21։ Խաչ։ Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. կատարված է։ Նա գլուխը խոնարհեց եւ հոգին ավանդեց։ Հովհաննես 19:30։ Այսօր մարդիկ մտածում են նալը կպցնեն դրանը հարցի լուծում կենի։ Գալի ատամը պահեմ հաջողություն կբերի։ Նապաստակի թաթը պահեմ, հարազատ ջան, ոչ մի հարցում լուծում չկա։ Աստված այս բանը թույլ է տվել, ինքը լուծել է էտել։ Ու չկա ուրիշ լուծման ձև, քո հարցերի, քո կյանքի, քո խնդիրների։ Միակ ճանապարհը դա Հիսուս Քրիստոսն է։ Այսօր մենք խոսացինք դրա մասին, որ Աստծո որդին դարավ մարդի որդի։ Աշխարհը չի կարող հասկանալ ու չի հավատում։ Ասում ո՞նց կարող Աստված մարդ դառնա։ Կներեք, հասարակ մի հատ բան։ Աստված ինչի է Աստված, ու ինքը ամեն ինչ կարա։ Ուժելի մենք Աստծուն անչափու սաման սամափակենք։ Աստված ինչ կուզի կանի։ Մարդ չի կարա դառնա ինքը։ Գիտեք ինչ են ասում մուսուլմանները, ասում են գլուխը չի մտնում, ինչի մարդ դարավ։ Գիտեք, հատ բացատրում եմ, էլի չի հասկանում։ Գիտեք ինչի։ Որովհետև իրանք օրենքով են ուզում փրկվեն։ Իրանք չեն հավատում, որ պրոստը հավատքով կարա փրկվեն։ Այսքան հեշտ, այսքան մեղքեր ես, այսքան խնդիրներ կարա լուծվի պրոստը փրկիչին ընդունելով, Հիսուսին Տեր կոչելով ու Աստծո որդին ընդունելով, նույնիսկ կարա սա հարցը լուծի։ Այո։ Հարություն։ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, համաձայն գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, գրքերի համաձայն, առաջի Կորինթացիս 15:3-4։ Քրիստոս, Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. Դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին, Մատթեոս 16:16։ Համբարձում գալիք։ Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս։ Գործք 1:11։ Եթե դու հավատում ես Հիսուս Քրիստոսին, որ նա մեռել է քո մեղքերի հիմա, եթե ընդունում ես իրան որպես Աստծո որդի ու քո Տեր ու փրկիչը, կյանքը տալիս ես իրան, մկրտվում ես, դու կփրկվես։ Որովհետև չկա անուն արմպիտակ, աթարեգիտակ, որի միջոցով մարդը կարա փրկվի։ Ոչ Կրիշնայի անունով, ոչ Մուհամեդի, ոչ մեկի անունով, միակ անուն կա փրկության, որը հենց դեցե կոչվում է Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Մյուս սլայդը բացեք։ Միակ ճանապարհը Հիսուսն է։ Եթե մեկը փորձի ուրիշ ձևերով հաջողության հասնի, հարցերի լուծում փնտրի,
պրոբլեմների լուծում լուծի ուրիշ մեթոդներով, իմացեք, որ սա անհաջողության է գալի։ Չկա ուրիշ ձև բացի Հիսուս Քրիստոսից։ Ուրիշ անուն չկա, ուրիշ ճանապարհ չկա, բացի Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհից։ Եթե դուք փորձեք Հիսուսի անունով ձեր ճանապարհներով գնաք, դուք անհաջողություն կունենաք։ Եթե դուք ուզում եք ձեր հարցերի լուծումը, ընտանեկան խնդիրներ, ազնական խնդիրներ, նյութական, ֆիզիկական, պսիխոլոգիչեսկի, ես չգիտեմ, լյուբոյ հարցը, միակ ճանապարհ Հիսուսի ճանապարհն է։ Ինքը ցույց է տվել։ Ոնց դի դուս գաս այդ դժոխքի ճանապարհից։ Միակ ճանապարհ, որ դժոխքից հանում է, Հիսուսի անցած ճանապարհն է։ Բերեք կարդանք։ Քրիստոսը ճշմարիտ փրկիչն է։ Ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Ծննդոց 3:15։ Քրիստոս օծյալ, իսկական թագավոր, որպեսի իր մահով կործանի սատանային եւ ազատի նրանց, որ գերության վիճակում էին։ Եբրայեցիս 2:14-15։ Արմատական խնդիր սատանա։ Բոլոր խնդիրների լուծում, հաղթանակ։ Աստծո որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Առաջին Հովհաննես 3:8։ Մյուս սլայդը բացա։ Իսկական քահանա։ Իսկ Քրիստոս մի անգամ ընդմիշտ իր արյամբ մտավ սրբարան, հավիտենական փրկություն ապահովելով։ Եբրայեցիս 9:11-12։ Մեղք, ազատություն։ Հիսուսն ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Հռոմեացիներ 8:2։ Թվերն մի ասա, պրոստը կարդա։ Բարձա, չէ, մեկնաբանել պետք չի։ Սաղի հարցի լուծումը Քրիստոսն է, դա շենքա։ Մյուս սլայդը բացի։ Ճշմարիտ մարգարե։ Համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ։ Հեռացում Աստծուց ազատություն։ Ես եմ ճանապարհը։ Սա ի՞նչ է նշանակում։ Եթե դու մեղքերով լցված ես, չես կարող ազատագրվես, Հիսուսի ճամփով դի գնաս կազատագրվես։ Եթե դու ունես բնավորություն, որ քանդում է քո տունը, քո կյանքդ խորտակում է, ընտանիքդ քանդում է, գործի տեղը հարավում է, սա քո լեզվի խաթուր, գենետիկի խնդիրներ ունես, Հիսուսի ճանապարհը լուծում է։ Եթե դու քո մեջ չկա սեր ընտանիքի հանդեպ կամ ամուսնուդ հանդեպ կամ եղբորդ հանդեպ, որովհետև գրված է, նրանք սուտ խոսանեն ու չունեն եղբարասիրություն։ Ասենք ես սատանայի որդիները շահամոլ են, նրանք խափեփա են ու նրանք չեն կարող սիրել։ Սիրել ի՞նչ է նշանակում, նվիրել, նրանք ի՞նչ նվիրեն։ Նրանք մենակ վերցնող են։ Իսկ Աստծո որդիները Սուրբ Հոգի ունեն եւ Սուրբ Հոգին հենց այդ որդիներին ասում է դուք Աստծո որդիներ եք եւ Քրիստոսը սաղ լուծել է։ Հիմա կասեք, ես ապաշխարել եմ, բայց ես մեղքի զգացողություն ունեմ։ Ես մեկ ապաշխարեմ, լեզուս մեկ բան անում։ Հարազատ ջան, իմացի Աստվածաշունչը չի խափում։ Դու պրոստը պետք է հասկանաս։ Եթե քո մեջ քիչ է լուծվի հարցը, նշանակում է դու քիչ ես հասկացել գաղտնիքը ավետարանի։ Քիչ ես ընծայվել։ Եթե դու ամբողջովին ընծայվես, քո մոտ ամբողջովին կլուծվի, որտեղ գրված է, ինչ չափով դու ես չափում, այդ չափով քեզ է չափում, դա օրենք է։ Ու եթե դու կարաս ասես, ես սա անում եմ, ոնց որ Հիսուսին ասեց տղեն, որ հարուստ էր։ Ամեն ինչ անում եմ, ես հորսել եմ հարգում, ասորենքներ եմ պահում։ Հիսուս ասեց, մի հատ բան քեզ չի հերիքանում։ Մի բան։ Թող հարստությունը բաժանի, աղքատներին ու արի հիմեդերից։ Ոչ մի հարուստին տես բան չէր ասել Հիսուսը։ Իր մոտ հարուստներ կային, քույրեր, երեխաներ, ոչ մեկին չի ասել տես բան։ Գիտեք ինչի։ Որ նրանք սերտերը Հիսուսի հետ էր կապված, փողի հետ կապված չէր։ Բայց այս երեխեն գրված է շատ հարուստ էր։ Երբ որ Հիսուս տես բան ասեց, նեղացավ, տխրեց ու գնաց։ Ու սա ապացույցներ որ փողը պատճառ եղավ Հիսուսին։ Ես կարծում եմ ասել, հա, բաժաներ, Աստված գլխից ավելի շատ կտար։ Որովհետև ասում պետք են այդ մարդիկ, որ կարան ստեղծեն ուրիշներին օգնեն, կարան ստեղծեն տունը պահեն եւ աղքատներին կերակրեն։ Ինչի պետք չի տաղանդավոր մարդ։ Պետք է, բա ոնց անեն։ Այդքան աղքատները շատ են։ Բայց այդ մարդը չուներ այդ հավատքը, չհասկացավ, իրան չբացվեց այդ գաղտնիքը։ Ինքը հասկանար խորությունը Հիսուսի, բացվեր, ինքը ասեր Հիսուս ջան, ամեն ինչ կանեմ։ Հետո գնար Հիսուսի կտենար։ Ու Հիսուս ասել, գիտես, դու լավ բեջարում ես։ Այս հարցի մեջ ես քեզ օրհնելու եմ, գիտեմ, դու չես փողին կպնի, դու ինձ ես կպե։ Ամեն հարցի լուծում։ Կարող է մեկը ասի, ես ապաշխարել եմ, բայց զգում եմ, որ ես մեղք եմ գործում։ Կարող է դու գնես, որդյակներ, մեղք մի գործեք։ Այդ չի նշանակում դու մեղք չես կարող գործես, դու կարաս գործես, բայց հաստատ առաջվա պես չես գործի։ Աստված ինչա՞ թեւե քեզ հաղորդություն,
որտեղ դու մի օրվա չես փոխվի։ Մարդ կանեցա ոսկորացած մեղքի մեջ ու իրան տարիներ ա պետք։ Բայց այդ մեղքը քեզի դրթելու է, բայց դու կյանքում չես համաձայնվի, չես թաքցնի, չես արդարացնի։ Իսկ մարդ կա որ սուտ է խոսում, ասում է սուտ է խոսում, ասում է պաշտպանվել, արդարացնել, հարազատ ջան։ Ինչ որ մի բան է ինչ եք ու մեջ։ Եթե Աստված սա հարցերը լուծել է ու ճանապարհը ցույց է տվել, գնա այդ ճանապարհով, թեկուզ քո դուրս չի գալի, թեկուզ դու վախենում ես։ Գնա, ուրիշ ձև չկա։ Եթե քո մեջքին խաչ դրեցին, ինչ որ կյանքանից դասավորից վզիտ խաչ դրեցին, էլ վերցրու այդ խաչը ու գնա Հիսուսի հետևից։ Մի ասա, կյանքից մեջ սա կյանքս տարապեցի, հիմա Հիսուսի մոտ տարապեմ։ Հիսուսի մոտ տարապանքը քաղցությունն է, հարցերի լուծումն է։ Շատ անգամ եղնում է, որ մարդու ոտը կտրում են, ու եթե ինքը չի տենում ոտը կտրածը, իրան թվում է, թե ոտը տեղն է։ Կարող ասի, ոտս ցավում է, ոտս մի հատ քորի էլի, բայց ոտ չունի։ Էդի պսիխոլոգիչի ոնց էր կոչում, դու դες բանի լավ ես։ Как назывался-ն։ Ֆանտոմական ցավ է կոչում։ Չկա, մարմինը, բայց դու իրան զգում ես։ Այդ տենց է, քո մարմինը մեռել է Քրիստոսի մեջ, բայց այդ մարմինի ցանկությունները եւ բաներ դու զգում ես։ Ու շատ անգամ չես նկատում ոնց է ինքդ գլուխ հանում։ Դրա համար Աստված քեզ տվել է հնարավորություն Քրիստոսին խոստովանի մեղքերդ հաղորդություն արա ու նորից սկսի նորեջից։ Ամեն անգամ պայքար, միչև կատարագործվի։ Կտենաս, ամեն տարի քչացնելու ես ու վերջապես կատարագործվելու է քո կյանքի մեջ։ Ինքնա թակավորը, ինքնատերը, ինքը գինա վճարե, դաժե քո արած մեղքերի թեմա։ Դու իմը խոստովանես արխային խոստովանի, որտեղ ինքը ներելա քո անցյալ ներկա եւ ապագա մեղքերը։ Դու համարցակ Տիրոջը խոստովանի ու համարցակ մտի Տիրոջ առաջ։ Եթե դու սրտան զղջացել ես, թողել ես մեղքը, նորից սկսի մի ասա, ես ո՞նց կարա այս անել։ Իհարկե դու առաջվա մեղքերը չես գործի, գլոբալնի, բայց ինչ որ բնավորություններ կեղնի քո մեջ։ Մյուս սլայդը բացենք սիրելիներ։ Ինչպես փրկություն ստանալ։ Հավատալով Հիսուսին։ Նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիները լինելու։ Բացեք սիրտը։ Ահա ես դրան առաջ կանգնած եմ ու բախում եմ։ Եթե մեկն իմ ձայնը լսի եւ դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ ինձ հետ։ Ընդունել եւ խոստովանել, որովհետեւ եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Փրկություն հիմա։ Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը։ Ես ումից պիտի վախենամ։ Ապաշխարության աղոթք։ Սիրելիներ, մյուս սլայդը բացեք։ Ես արդեն ասեցի, ինչու կարդացինք։ Հարցը ստանում է, որ ամենամեծ խնդրեմը, որ տունը խաղաղություն չի եղնում, որ երեխեքը կռվում են ծնողների հետ, ծնողները երեխեքի հետ, որ աշխատանքի հետ, գոլեգաների հետ, ծառայության մեջ լեզու չեն գտնում, սա հպարտությունն է։ Երբ որ մարդը նստած է գահի վրա, նրանից հետո երբ որ ինքը ընդունել է Հիսուսին Տեր ու Փրկիչ, այդ նշանակում է, որ ինքը բերանով դավանել է, բայց սրտով չի հավատացել։ Եթե դու բերանով դավանել ես սրտով հավատացել, դու պետք է գահից իջնես, ախպեր ջան, քուր ջան, դու պետք է իջնես ծնկի գաս այդ գահի առաջ, որ Հիսուսը քո կյանքում նստի քո գահի վրա։ Ու դու ինչ անես, ծնկի չոք անես, այդ վաղ 90% քո մեղքերի հարցը լուծվելու է։ Եթե գահի վրա դու ես նստած, ուրեմն դու ես որոշում, ասու կամքը չես հարցնում։ Ու եթե ասու կամքը չես հարցնում, հետևանքն է դու ես քո կրելու։ Ամեն ինչին, ինչ դու որոշել ես։ Ես երբ որ գահից իջա, չոքեցի Հիսուսի առաջ, այն հավլաբերեցի Դավիթը խոնարհվեց։ Իմ կյանքում ոչ մի գործ չեմ բռնել առանց իր թույլատվության։ Մի անգամ ինքը ասեց չվերցնես, վերցրեցի, ահա որ փոշմանել եմ։ Կյանքիս մեջ 22 տարի այսա դառնալու մայիսին, հունիսին, որ ես հավատացել եմ։ Մի տեղ, մի քաղաք չեմ տեղափոխվել, մի բիզնես չեմ վերցրել, դաժե ամենահաճելի, ամենապրիբիլնի, ամենափողոտ բիզնեսը ես տեսել եմ, ասու կամքը չի, չեմ վերցրել։ Նախընտրել եմ պարտքով ապրել, նախընտրել եմ սոված մնամ, ընտանիքս պահեմ, չեմ վերցրել, տարիներ շարունակ, կնիկս չի հասկացել, երեխեքս չեն հասկացել, ես ինքս չեմ հասկացել։ Ինչի է Աստված տենց անում, բայց ես հավատացել եմ, եթե ինքը ասում է կամքս չի, բայց ես մտածում եմ վիգտնի է, ասում եմ վիգտնի չի քեզ, այդ քեզի թվում է։ Պետք ես վստահել եմ իրան։ Ես կյանքում մեջ չեմ կարող գնամ Հայաստան, Վրաստան, միջև ասու կամքը չհասկանամ։ Շատ բան եմ ուզում, չեմ գնա։
Ոչ Եվրոպայում եղել, ոչ Ամերիկայում եղել, ինչ շրջապատված հովիվների մեջ ես միակ մարդն եմ, ում ճանաչում եմ, որ ոչ միտեղ չի եկել։ Չեմ գնում, որովհետև Աստծո կամքը չի եկել։ Ունեմ հնարավորություն, даже паспорт ունեմ վրացական։ Լուբոյ տեղ զանգեմ, Լուբոյ աղբեն ինձ կանչի։ Даже առանց կանչելու կարամ գնամ Եվրոպա, Լուբոյ քաղաք։ Զանգեմ, ասեմ եկել եմ, ոնց գցել եմ անգամից կհրավիրեն։ Չեմ գնա։ Կուզեմ, չէ, որովհետև Աստծո կամքը չի։ Զարմանալ է դա, որ Աստծո կամքը ես գիտեմ շատ լավ, որ ինքը իր կամքը իմ սրտովն է։ Պրոստը ինքը ավելի լավ գիտա, ինձ ինչ է պետք, ինչ է ինձ օգուտ։ Դա ես դրանից հետո իջնում եմ ներքև ու ասում եմ Տեր Աստված ջան, խնդրում եմ դու ինձ ասա, Ռիմայի բերանով, երեխեքի բերանով, թող երկուսս մի միտք ունենանք։ Կստացի մենք միշտ տենց ենք անում, հետո Ռիմայի միտքը, իմ միտքը գալիս է նույն բանի, միշտ եղել է Աստծո կամքը։ Մարդու կնիկ գիտեք ինչքան լավ է եղնել։ Կնիկ դու մեկ եք Այնքան մեղի ասել եմ, մոտս փող կա, ուզում եմ մի բան առնեմ, ասեմ չէ, այս փողը ինձ դա կսպասի, գնամ են աղբորը տամ։ Գարիքա վրա։ Գալիս եմ տուն, Ռիմային բան չեմ ասել։ Ռիման ինձ բան չի ասել։ Դավիթ ասում է, այդ գումարը որ կա, բես մարդուն տանք էլի, մտքովս անցել է։ Ասում Ռիմ ջան, իմ մտքով էլ անցել։ Հենց այսօր։ Ասում ուզում եք քեզ ասեի, ու տալիս ենք, ու տեսնում ենք, ու Աստծո կամքն է տա։ Նրա մա չէ որ մենք գիտենք, Աստված ավելին կտա կամ չէ, նրա մա որ պրոստը Աստծո կամքն էր տա։ Երբ որ մենք մի բան որոշել ենք, բայց երկուսս համաձայն չենք եղել, միշտ թարս է եղել։ Աստծո կամքը մենք վստահում ենք, որովհետև գիտենք, ինքը գիտա, որն է ինձ, ինչն է ինձ պետք, երբ է պետք, ու ինչքան է պետք։ Եթե դա դու չես անում, ուրեմն դու ես նստած գահի վրա, մի զարմացի, որ բնավորություն չի փոխում, հարցերը չի լուծում, կիսատա լուծում, քիչ է լուծում, ուրեմն քիչ ես խոնարհվում։ Մյուս սլայդը բացարա եղբայրս։ Փրկվածի վիճակը։ Հավերժական օրհնություններ։ Բոլոր խնդիրները լուծված են, կատարված։ Սուրբ Հոգին մեզ։ Դուք Աստծո տաճար եք եւ Աստծո Հոգին ապրում է ձեր մեջ։ Պատասխաններ աղոթքներին։ Ինչ որ բան խնդրեք իմ անունով, ես դա կանեմ։ Պատասխաններ աղոթքներին։ Նրանք ծառայության ոգիներ են, որոնք ուղարկվում են փրկությունը ժառանգողներին ծառայելու համար։ Մյուս սլայդը բացարա։ Խավարի ուժերի ջախջախում։ Ահա ձեզ իշխանություն տվի կողելու օծերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զորության վրա, եւ ձեզ բոլորին չեն վնասելու։ Երկնային թագավորության քաղաքացի։ Մեր քաղաքացիությունը երկնքում է։ Պատասխաններ աղոթներին։ Այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը։ Գնացեք ուրեմն աշակերտ դարձեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Սիրներ, այսի մենք հիմի հասկացանք, լսեցինք, բայց հավատաք։ Դու հավատում ես, որ Հիսուս քեզ տվել է իշխանություն քո խնդիրների վրա։ Դու հավատում ես, որ քեզ ու զանգեն ու գրաժատ անեն, եթե Աստված թույլ չի տվել, իրանք ոչ մի բան չեն կարող անեն։ Դու ունես իշխանություն։ Ու պատմեմ ժամանակս երեք չի անում։ Վստահ կարաս ասես, դու ինձ ոչ մի բան չես կարող անես։ Դու ինձ ոչ մի բան չես կարող տանես։ Դու ինձանից ոչ մի բան չես կարող խլես, եթե Աստված թույլ չտա քեզ։ Դու հրճակում ես սատանայի վրա Աստծո դավանանքը, ու դավանանքը շատ կարևոր է։ Երբ որ միտքա գալի ինչ տանես, ասես լավ է եղնելու։ Եթե հիվանդության դիագնոզ տանում, ասես Տերես բժշկելու է, դավանանքը դու կյանքի մասը դառնա։ Միշտ այդ մտքերին ու խոսքերին ում իսկ լսես, հակառակ բան դու պետք է դավանես միշտ տա։ Ու երբ որ դու տա դավանում ես, դու պետք է համարձակ կանոջը չվախենաս։ Գգա հասնի քո մոտ, կարող է միջև վերջի սեկունդը քեզ տվա էսա խփի, գալու հետա գնալու։ Միջև էջ կանգնի, դու ունես իշխանություն։ Աստծո որդի ես, քեզի հետ ոչ մի բան չի եղնի։ Իսկ եթե Տերը թույլ է տալիս, համաձայնվի, չոքի, ասա խփի։ Հավատալի քեզ մորտնություն է, եթե թույլ է տալի Աստված, ուրեմն դա պետք է իրան, ոչ թե քեզ։ Թող քեզ խփի ու ապաշխարի։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չես հասկանում։ Դժվար է, չէ՞։ Աշխարհիկը մարդը քեզի ճնշում է, ծեծում է, ասում ես սա փոխվող պատողը չի։ Եթե կուզենա քեզ մի բան անի, մի վախեցի։ Այդ ինքը չի, այդ չարն է իր սրտում խոսում։ Դավանի ու քեզ ոչ մի բան չի կարանի։ Եթե ինքը ուզեցավ անելու, Աստված թույլ տվեց անելու քեզ խփի, թող խփի։ Քեզ չի խփում է, Հիսուսին է խփելու, որովհետեւ դու ուխտավոր մարդ ես։ Այ որ Հիսուսին խփի, հետ ուշադիր նայի, իր հետ ինչ է եղնում։
բայց մի ուրախացի։ Ոնց ասա Տեր ողորմա ինքն է չհասկացավ ինչ արեց։ Թող ես խփածը իրան թող խփի տենա ես չեմ պատասխանում։ Մի հատ կարճ պատմություն պատմեմ ու շատ երկար թեմա էր, ուզեցա վերջացնեմ, որովհետեւ մի շաբաթ մենք չենք հավաքվելու, երկու շաբաթա քարոզը ստեղ տեղավորեմ։ Ով ալսես Սմիթ Վիլքինսոնի մասին, որը օֆիցիալնի գրանցված կա 8 հոգի քանի հոգի ավել մարդա մերերած հարություն տվե։ Լսեք Սմիթ Վիլքինսոն։ Էդի մի 80 տարվա պատմությունն է։ Ինքը իրականիկը եղել է ուժեղ հավատացյալ, ինքը ահավոր չար մարդ։ Մի օր կնիկը գնում է հավաքույթի, ամեն հավաքույթին հետը կրվում է։ Ինչ ես գնում կնիկը ասում է խնդրում եմ էլի, ես ամեն ինչ անում եմ, ինչ ես չես։ Վերջը, էսի է մահանա բռնում այնա, կնիկը ես անգամ ամեն ինչ անում, ճաշնել է, փնտումնել է, մաքրում, մահանա չբռնի, գնում է, մեկը հետ է գալի, մարդ ասում է դե որ գնացել ես, ռադդ քաշի գնա այնտեղ որտեղից եկես, դուրը փագում է։ Ապա դու չեմ թողնի։ Եվ առավոտը վեկան տենմա կնիկը տեղ քնած է դրան մոտ։ Հալածեց։ Ունիժատ արեց։ Տեսավ կովրիկին վրին դուսը քնած է կնիկը։ Զարմացավ։ Որ կնիկը վեկացավ, ասավ կներես ուշ եկա, չէ, չգնացար։ Ոչինչ, արի չայ բան հաց սարքեմ, զավտրի կարա գնա։ Զարմացավ, ոդքանից հետո։ Այս կնիկը իրան վրին չի չարացե։ Էսի պատճառ եղավ հարազատ ջան։ Որ ինքը ապաշխարեց, ոսից զորավոր մարդ դարավ։ Ինքը անգամ ուժեղ էր ու մեռած կնգա հոգին հետ էր քաչում ու քիչ երում կնիկը հետ գար։ Ու կնիկ ասեց թող մի կանչի ինձ թող ստեղ մնա, ու թողելա, արդեն մեռած կնգան հարություն էր տալի։ Որտեղ գտնենք տես քուրիկ։ Որ տես հավատք ունեն, ասի ես չեմ ախում սատանա քեզանից, իմ մարդուն դեմս ես անե։ Ես գիտեմ դու ես տա, ես իրան չեմ նեղանա։ Որտեղից գտնենք տես կնիկ ու այդ մարդը որ խփի իրան կամ հալածի կամ հայոյի, ու այս կնիկը հելին ու ճաշ է պիասի ոչինչ, որ իմ կռիվը քեզ հետ չի։ Ու այդ մարդը տեն ասի այն մարդ իսկականից էս մարդը հավատացյալ, առաջ 10 անգամ պատասխանն դաժե կարող է ես խփեին դի ատվետ տար, բայց ես ո՞նց է փոխվե։ Ու այդ ասում փառք տա, որ չես ծեծում էլ իրան։ Այ, սա ստսում է տնից։ Եթե դու հավատում ես, որ դու երկնքի քաղաքացի ես, մի վախեցի, թե ինչ քաղաքացիական քեզ հատ կազենարի, ոնց որ ես։ Եթե դու հավատում ես երկին քաղաքացի ես, դու կյանքում չես վախենա մահից, կրիզիսից, երրորդ համաշխարհային կռվից, էպիդեմիայից, որովհետեւ դու երկնքների քաղաքացի ես, կուրն քեզ բացած է։ Եթե դու հավատում ես, որ Աստված քո մեջ գործում է, դու միշտ խաղաղ կապրես եւ ընդունակ ես։ Դու գիտես, որ խավար ուժերը ել քո վրա իշխանություն չունեն։ Այդ թուղթ ու գիրը անեցքը քեզ չի բռնի, որովհետեւ դու արդեն թագավորի որդի ես։ Եթե դու հավատում ես ու քեզ բացված է ավետարանը, դու չես վախենա ոչ մի անեցքից, ոչ մի թուղթ ու գիրից։ Ու եթե դու հավատում ես երկնային թագավորությունից, դու անվախ մարդ ես, գիտես, քեզ ոչ մի բանով չի կարելի վախեցնել։ Ոչ կրիզիսով, ոչ մահվոտով դու երկնային դու հավատում ես։ Քեզ մա այն է ապրելու տեղը։ Էս ապրելու դու ստեղ չես գանձեր դզիտ քան, որ մեռնեսը չկարած վայելես։ Դու պրոստ ամեն ինչ կանես ու երկնքում տեղ ունենաս։ Հոգս չես անի, դար չես անի, եթե քո հավատքը երկնքի արքայությունը, քո ապրելակերպը ընդեղի հիմա ոնց տեղ է գրած։ Մեր ապրելակերպը այս աշխարհում չի։ Ու եթե դու քան բան գանձ ունես, այդքան բանը հավատացել ես, ապրել ես ու տեսել ես, ունես այդ վկայությունը, դու կյանքի մեջ էգոիստ չես եղնի։ Կգնաս ու սաղին կպատմես, հավատացեք, ավետարանը եկը փրկվեք դուք ու ձեր տունը։ Եթե դուք դա ապրել եք, դուք կարաք վկայեք ամեն պունկտը, որ ես ասեցի։ Ես ձեզի կարամ պատմեմ ամեն սլայդից 22 տարվա ամեն իրավիճակի մեջ ոնց եմ ես ավետարանը հավատել, կանել եմ ավետարանը, ուղիղ ես անջատել եմ, վախի մեջ մեռել եմ, բայց ոչ մի բան չեմ արել։ Ու Աստված լուբոյ հարց լուծել է։ Ես կարամ վկայեմ, որ 9 պարգև է Սուրբ Հոգու մեջ, 9 անգամ 100% գործել է իմ կյանքի մեջ ու գործում է։ Որովհետև ու այդքան փորձառություններով չեմ կարել լուր մնամ։ Ես ուզում եմ ոչ թե մենակ ես գնամ երկինք, ուզում եմ Հրաչը գա, ուզում եմ Արտյոմը գա, ուզում եմ Գյորգին գա ու մեջքիս հետևն է, ուզում եմ Արմենը գա։ Ես ուզում եմ դաժե մենք սաղով հավաքվենք, հենց գնանք մեր բարեկամներին, որովհետև սա ամենալավ լուրն է, որ մարդը կարող իմանա։ Այս աշխարհում սրանից լավ լուր չկա։ Սրանից ուրախություն բան չկա, սաղի հարցի լուծումն է։ Եթե դու հավատաս, այդ գաղտնիքը քեզ կբացվի ու դու կտենաս։ Կաբրես կգնաս Հիսուս ասեց արի մոտ Պետրոսին։ Պետրոսը մինչև չգնար չէր տենա։ Իր ոտի տակը ջուրը ամուրա թե չէ։ Ինքը պրոստը գնաց խոսքին հավատաց։ Եթե Պետրոսը չհավատար ու Հիսուս Քրիստոսի խոսքին, որ ուր կանա քծի ես կողմը ու դու ինքը ասես պրոֆեսիոնալ մարդ եմ, դու ինձ
Ինչ է սովորում։ Ափի վրայով կարա ձուկ բռնի։ Սա գիշեր ձուկ չեմ, բայց ինքս էս ես գիտեմ որ դա անհնարին է, բայց եթե դու ես ասում, քո խոսքի հետ քծեց ու լոդկան տա այնքան շատ էր, դաժե չգիտեն ինչ անել, ժողովրդին բաժանեց։ Եթե դու ունես այդ վկայությունը, ոնց ես Հիսուսին հավատացել ու դիագնոզդ մահվան Աստված կյանք դարձրել։ Ունես այդ վկայությունը, ոնց ես դու գործի մեջ տակ տվել, բայց դու ես եկել պլյուսով։ Ունես այդ վկայությունը, ոնց ես դու հարազատ մարդուն կորցրել ու Աստված այդ հարազատ մարդուն հետ բերել։ Ունես այդ վկայությունը, որ ոնց ես դու գնացել կրակի մեջ մտել կրակը չի վառել քեզի ու անհնարինը հնարին է դա ունես վկայությունը դե գնա սաղ աշխարհին պատմի այդ վաղտ քու կյանքդ ավելի երջանիկ եղնես աշխարհում հավատում ես քո սեփական աղոթներին այսօրվանից հետո քո աղոթները լսում է Աստված եթե դու առաջ անգամ ես եկել եթե դու գիտես որ քո մեջ չկա պատ քանդված է Հիսուսն է բարի խոսողը Քո ամեն աղոթքին, որ ասու կամքն է, պետք է հավատաս։ Եթե հավատում ես, էլ մի ասա, իմ մարդը չի փրկվի։ Իմ մարդը չի փոխվի։ Իմ գործերս այդ լավ լուծում չի եղնի։ Эх, ես այնքան պլաններ ունեի, տուն էի ուզում առնել, նալոգը թանկացավ, տակ եմ տալու։ Դու պետք է հավատաս։ Այսօր տարին վերջանում է, սիրելիս։ Մենք չենք գիտա ինչ կերնի մյուս տարի։ Եթե ես երբ որ խոսում եմ համ հավատացյալների հետ, համ աշխարհի ժողովրդի հետ, սա վախի մեջ են։ Լարաբերը միացնում ես, ոչ մի լավ բան չես լսում։ Ամեն տարի հույսով ենք ու կռիվը կդադարի Ռուսաստանում լավ կեղնի։ Սա այդ հույսով եք, չի դադարում։ Քանի գնում է վատանում է։ Ու հիմա մենք չգիտենք, այն մյուս տարի ինչ ա եղնելու։ Ու ասեմ ձեզի։ Գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Հաստատ վախի մեջ ենք։ Որովհետև լսում ենք լարաբերով ինչ կրիզիս ա եղնելու, ասում են էպիդեմիա ա եղնելու, երրորդ համաշխարհային կռիվ ա եղնելու։ Այսօր բարի լուր ունեմ քեզի։ Կարող է մենք չենք տենում գորիզոնտի հետևը ինչ է եղնելու, բայց մի բան գիտենք, ընդեղել է Հիսուսը։ Ես գիտեք ինչ եմ անում ամեն անգամ, երբ որ ես արդեն վախիցս կամ ներվեքից գժում եմ։ Երբ որ ջոգում եմ իմ մարմինս խեղդում այնձ հավատքից վնասում եմ, գիտեք ինչ եմ անում։ Ինքս ինձի, ոնց որ Դավիթն է անում, Դավիթ թագավորը սենց անում։ Что ты унываешь, душа моя։ Տեսինք իրան ասում, ինչ ես տրտմել, իմ հոգին Փառք դու Տիրոջը, ունե արած վկայությունները, որ ունես, մի մոռացի։ Հիսուս ասավ, Աստված նույնն է, երեք այսօր հավիտյան։ Ես գիտես ինչ եմ ասում, Դավիթ էլ ուշքի արի, հələ իշի, սանից խուժը բան է եղել։ Այն վաղ լուծեց էլի կլուծվին։ Ու ես ինձ ասում եմ, հետիս անցի սատանա, մտքերը հետ գնա։ Իմ Աստված իր աստվածությունը չի կորցրել։ Եվ ավետարանը իր զորությունը չի թողել։ Ես կանգնած եմ ու կանգնելու եմ վախի մեջ առանց վախի ես հավատում եմ ում այլ ինչ եղնի ինձ մա լավ է եղնելու ու երբ որ ինձ մա լավ կեղնի ում որ վատ է գնամ ասում եմ տեսար նա իմ մոտ իշխան լավ է արի հավատա նույն Աստծուն ու էլ լավ կեղնի չեմ ասում փառք Աստծո իմ մոտ լավ է իր ասում ոնց ուզում է եղնի ես էլ գոյ չեմ կամ նա ասում իր մոտ իշխան վատ է ինչքան լավ է իմ մոտ փառք Աստծո իր մոտ վատ է իմ մոտ լավ է տեցը չեմ անում Ես ասում Տեր Աստված, փառք Աստծո, իմ մոտ լավ է։ Դու ինձ հնարավորություն իրան էլ ասեմ այդ խոսքը, որ իմ մոտ էլ լավ եղնի։ Փառք Աստծո, ես ունեմ փող։ Չեմ ասում, ինչ լավ է ինքը փող չունի, ես ունեմ փառք Աստծո, ինքը չունի, ես ունեմ։ Ես ասում եմ, Տեր Աստված, լավ է, որ ես ունեմ, հիմա կարամ իրան օգնեմ։ Իրան օգնեմ ու ասեմ այդ Հիսուսի կողմից քեզ։ Թող փառքը քեզ տա։ Թող տնա որ Աստված իրան սիրում է։ Ինչքան լավ է, չէ՞։ Մի հատ ուժեղ համար կա, մենք այդ կարդանք։ Հռոմեացիս 5-րդ գլուխ հայերեն բացեք էկրանի վրա 17-ից 18-րդ խոսք 19-րդ խոսք Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով որքան առավել նրանք որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը կյանքի մեջ կթագավորեն այն մեկի Հիսուս Քրիստոսի միջոցով Արդ ուրեմն ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին Այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Ամեն։ Հռոմեացի 15-ից 4-ից 6-ը բացառեք։ Հիմի ես ասում ավետարանի մասին, հիմիկվա ապրողների հիմա, ձեզ հիմա սիրելիներ։ Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք
Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Ամեն։ Եզեկիելին մարգարեն Աստված մարգարեն ասում է. տանում է միտեղ, որտեղ սենց պոլիա է, արուտ է, ու սաղ ոսկորներ է մեռելների։ Ասում է Եզեկիել նայ ես ոսկորներին։ Ոնց ես կարծում ես, ինչ կարամ անեմ։ Եզեկիել մեծ լավ խոսք է տալի։ Ասում է չգիտեմ Տեր ջան, դու գիտես։ Ասում է դարձի արես ոսկորներին ասա։ Այսպես է ասում Տերը. մեռած ոսկորներ մարմին հագեք եւ ոտի կանգնեք։ Եվ իմ շունչս կտամ իրանց եւ կենթանանան։ Ու գիտեք, Եզեկիելը ասում մարգարե է։ Աշխարհում այդ վաղ Եզեկիելից բացի մարդ չի եղել որ տենց հավատք ունենա ոնց որ ինքը ուներ Աստծո հանդեպ։ Դաժե Եզեկիելին Աստված ասում է նայես ոսկորները որ անհնարին է ես կարամ հնարավոր դարձնեմ։ Այսօր Եզեկիելի պես դու պիտի նայես քո խնդիրներին, քո հոգսերին, քո գործերին, քո ապագային։ Ու երբ որ նայում ես, ասա ես պաշտում եմ այն Աստծուն, որ հողից մարդ կարա սարքի, մեռած ոսկորները նորից մարմին հագցնի եւ մեռելին շունչ տա։ Այդ Աստված երեք այսօր ու հավիտյան նույնն է ու փառք նրան հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու ամեն։ Ամեն։ Եթե դու հավատացիր այս ավետարանը, եթե քեզ բացվեց այս գաղտնիքը, դու ստեղից փոխված ես դուրս գալու։ Դու էլ չես կարա չմկրտվես, եք չես կարա մեղավոր աղոտ չանես, եթե առաջ անգամ ես եկել, ու չես կարել վախով ապրես, եթե քեզ բացվեց այս ավետարանը, գաղտնիքը, դու մի խաղաղություն գտնես, հույս կունենաս ու հույսով կսպասես։ Հանգիստ, առաջ լրաբերը, ինտերնետը չետքա քունին ազդողությունն ավելի շատ, քան թե Սուրբ Հոգին իր ավետարանը։ Եթե ավելի շատ ունի հարց դու քեզ բացվել է գաղտնիք ավետարանը, թե չէ։ Եթե դու հավատում ես լրաբերին, նայում ես իրավիճակին ու տրանից վախենում ես, ուրեմն գաղտնիքը ավետարանի քեզ բացված չի, աղոթի թող Տերը բացի։ Խոստովանի։ Ո՞ս վերամ չես հավատում։ Այդ վերամ խոստովանի։ Մեղքերի մեջ թաղված ես, այսօր լավ օր է որ դու թողնես մեղքերդ եւ վերականգնես։ Խնդիրների մեջ ես, հույսդ կդրված ու անհնարին է, այսօր այն օրն է որ դու հիշես, ու իմանաս, Աստված ասում է քու կյանքում ինչ անհնարին է, ինձ ամեն ինչ հնարավոր է, ինձ հավատա։ Ամեն։ Այսօր դու չունես հավատ, չունես սեր։ Այսօր Աստված ասում է, այն ավետանի խոսքին հավատա, քու մեջ հավատք է գգա, սեր է կունենաս, որովհետեւ Սուրբ Հոգու պատողներն են տա։